Հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է եթերում։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ միասին ենք, շատ շնորհակալ եմ, որ ընկնում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ներկայացնել ձեզ ազգային ուտեստներ, մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր ուտեստները։ Այսօր պիտի ներկայացնենք այն շարքից, որ կոչվում է ջերեփուկ, ջերեփուկների շարքը շատ է եւ այդ ուտեստները մենք հերթով կներկայացնենք։ Ուզում եմ ուղղակի հիշեցնել, թե ինչ ասել է ջերեփուկ, այ որ մենք ասում ենք տանը սոուս, այսպես անվանում ենք մեր խոսակցական լեզվով, հենց այդ ուտեստները ջերեփուկներ են մի քիչ տապակված, հետո մի քիչ հեղուկի մեջ կամ այլ մի քիչ հեղուկ մասի մեջ շոկ է խաշված։ Այսօրվա պատրաստելիք ուտեստը գողթեն գավառի ուտեստ է, աղացած միս է հարկավոր մեզ, գլուխ սոխ, կանաչ լոբի, վերջում մի քիչ ավելացնելու ենք լոլիկ եւ թեթև ավելացնենք կիտրոն։ Համեմունքները, ինչպես միշտ գիտեք, եթե գողթեն գավառ, ապա անպայման ծոտրին բայրին, մարալոթի։ Սկսելու համար բնականաբար լավ տրամադրություն է պետք եւ պետք է հավաքել սերը, որ պիտի ներդնենք այս ուտեստի մեջ։ Սկզբի համար տապակը տաքացնում ենք եւ լոբին կտրատում ենք շեղակի 6-7 մմ հաստությամբ, շեղակի եւ երկարությամբ։ Տապակը տաքացավ, ձեթը հարկավոր է լավ դաղել, լոբին պատրաստելու համար նշեցինք լավ տապակը տաքացնում ենք, ձեթը դաղում, բայց այդ պահին մի քիչ պիտի մեր մոտ լինի նաև ջուր։ Լավ կեղևապատելուց հետո, արագ, բարձր ջերմաշանի տակ կեղևապատելուց հետո մի քիչ ջուր ենք լցնում, լավ կլինի որ սառը, այսինքն ջերմային ռեժիմի հենց անմիջական փոփոխություն, այսինքն այդ շոկային երևույթը թույլ է տալիս, որ մթերքը անմիջապես պատրաստվի կամ արագացնի պատրաստելը։ Խառնենք լոբին, տեսնում եք, գույնը պարզանում է, թափանցիկ է դառնում լոբին, բարձր ջերմաշանի տակ։ Բնականաբար չենք թողնելու, որ այսպես կեղևապատվելացվածը մի քիչ չչարաշահենք, այսինքն չսևանա։ Հիմա արդեն ժամանակն է, մի քիչ ջուր ենք ավելացնում։ Այսպես ծածկում ենք կափարիչը, մենք առանձին պիտի պատրաստենք սոխառած առատ։ Այսպես 1-2 րոպե հետո արդեն առանձին տապակի մեջ կպատրաստենք սոխառած, իսկ մինչ այդ լոլիկը մաքրենք։ Լոլիկի մաքրման ժամանակակից եղանակը ընտրենք։ Այո, ես ուզում եմ ուղղակի տեսնեք գույնը, որ տեսեք պահպանվել է գույնը, բնականաբար գույնի հետ նաև այն սննդային արժեքները, որոնցով հարուստ է լոբին։ Վերցրեցինք լոբին կրակից, այլ տապակի մեջ սոխառած ենք պատրաստում, տապակը թողնենք տաքանա, ևս մեկ լոլիկ, փոքր։ Տաքացավ տապակը, ձեթ ավելացնենք, ձեթը լավ պիտի տաղվի,
որպեսզի մեր սոխարածը լավ ստացվի։ Փոքրիկ երկարավուն։ Իհարկե տնային պահիմաններում ձեռքով արագ կարելի է պատրաստել, բայց ցույց տանք նաև այն եղանակը, որով կարելի է նորից արագ, բայց մի քիչ ավելի հիգիենիկ վիճակ ստեղծենք։ Ահա։ Դաղվեց նաև ձեթը, սոխը ավելացնենք, այսպես, լսեցիք ձայնը, հենց այդպիսի ջերմաշան է հարկավոր։ Այսպես պատրաստված սոխարածով պատրաստված ուտեստը երբեք այսպես խնդիր չի առաջացնի ոչ մեկի մոտ։ Այսինքն երբ որ մենք բողոքում ենք, որ երեխաները հատկապես սոխով չեն սիրում ուտեստ, ուրեմն պիտի փնտրենք նաև մեր մեջ, որ արդյոք ճիշտ ենք պատրաստում սոխարածը։ Խառնենք սոխարածը։ Միայն սոխի համար աղ շարունակենք կոլոլակները։ Կոլոլակի մասով պիտի նշեմ, որ այստեղ դոգմաները տեղին չեն եւ կարող ենք համեմել կոլոլակը ըստ մեր ճաշակի։ Դա մեր իրավունքն է, նույնիսկ համարյա թե պարտականությունը։ Եվս մեկ անգամ խառնենք։ Եվ կոլոլակի հետ մասին խոսելիս ուզում եմ ուղղակի եվս մեկ անգամ հիշեցնել նրա բացառիկ հայկական լինելու մասին, բարեկամներ, մանավանդ ծեծված մսից, այդ քյուրթա օտարահունչ անունը, որ մենք կոչում ենք, անունով, որ մենք կոչում ենք այդ բացառիկ հայկական երևույթը, դա նաև նրանից է, որ ապրել ենք թուրքական միջավայրում եւ որպեսզի այդ վայրենիները հասկանան, թե մենք ինչ ենք պատրաստում, ստիպված իրենց լեզվով ենք կոչել ուտեստները։ Ահա, սոխարածը պատրաստ է։ Հիմա սոխարածի հետ կոլոլակներն ենք տեղադրում։ Ահա։ Սա էլ կոլոլակները, մի քիչ կարող ենք ձեթ ավելացնել։ Չմոռանանք, որ ուտեստը կոչվում է ջեր եւ փուկ։ Այստեղ ունենք մենք լոբի եւ լոբու խաշուն, կանաչ լոբու խաշուն։ Ջրով միացնելու ենք ուտեստին, միայն թե կոլոլակները մի քիչ եղևապատվեն։ Արագ կանաչի ենք կտրատում, մաղադանոս։ Մեկ շերտ մաղադանոս։ Աղ, պղպեղ և ծոթրին մարալոթի։ Ավելացնում ենք արդեն լոբին։
շերտով լոլիկն ենք կտրատում և հենց կանաչի հետ ավելացնում ծածկում ենք կափարիչը և 8-ից 10 րոպե սպասում, այնուհետև մի քիչ նորից կհամեմենք և ուտեստը մեզ կներկայանա իր ամբողջ շուկով, սպասենք այդ 10 րոպեն։ Ահա, վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է, մեզ մնում է ուղղակի մի քիչ համքեղ և սամիտ ավելացնել և ուտեստը արդեն պատրաստ է։ Վերջ կրակը անջատում ենք մարում և պատրաստում ափսեն, նորից հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, գողթն գավառ, ջրեփուկ, առանձին տապակեցինք թեթևակի կանաչ լոբին, առանձին տապակեցինք սոխը, այնուհետև կոլորիկներ պատրաստեցինք աղացված մսից, սոխի հետ տապակեցինք կոլորիկները, մաքրած և կտրատված լոլիկը ավելացրինք լոբին ավելացնելուց հետո բնականաբար սոխառածին և կանաչ լոլիկը, ջեռեփուկը շոգեխաշվեց ևս 8 րոպե և ամեն ինչ պարզ է։ Ուզում եմ հատկապես, որ դուք ուշադրություն դարձնեք կանաչ լոբու գույնին, կանաչ վառվռուն գույնով, իր տեսքով, հետևաբար նաև իր ամբողջ սննդային արժեքներով միասին։ Հյութը ավելացնենք այսպես։ Եվ վերջ ջրեփուկը պատրաստ է։ Բարեկամներ, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին և ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին։ Ուզում եմ, որ այն գաղափարը, որ մենք արդեն ներդրել ենք և այն իրականությունը, որ կա, դարը մերն է լինելու և հաղթանակներով ենք մենք այս դարը սկսելու և ավարտելու, պատրաստ լինենք։ Դրա համար հարկավոր է ուղղակի լինել միասնական և համբերատար։ Լինենք առողջ և երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Կոլոլակով ջեռեփուկ, դավարի միս 300 գրամ, սոխ 80 գրամ, կանաչ լոբի 200 գրամ, լոլիկ 70 գրամ, ձեթ 20 գրամ, կիտրոն, ծոտրին, աղ, պղպեղ, բարյախորշակ։